Օրնեցեք Տեր Հայր եւ Տեր Հայր ինչ մաղթանք եք բերել ձեր թեմից Սրբազան հորը։ Մեր թեմից մաղթանքը բերել ենք նախ եւ առաջ առողջության համար, քաջառողջություն ասելով եւ ազատության համար, հա, այս անարդար վիճակից իրականության մեջ դեպի արդարության ընթացքի համար եւ իսկ երբ որ արդարությունը իրականանա, միաժամանակ մեր թեմի առաջնորդ Նիկարի Սրբազանը եւ բոլոր սրբազան հայրերը ազատության մեջ կլինեն։ Այս տարի առանց Սրբազան հորեն, հա, Գյումրիում առաջ անգամ նշելու նոր տարին շիրակում է, ինչ տրամադրություն է շիրակցիների մոտ։ Դե բոլորի սրտում թախիծ կա միանշանակ։ Հա, անգամ տոնախմբության ընթացքում բոլորի սրտում թախիծ կա եւ բոլորի սրտում աղոթք կա։ Բայց մեր Սրբազանը շատ ուժեղ է եւ քանի որ Սրբազանը ուժեղ է, մենք երբեք թույլություն չենք ուզում ցույց տանք, այլ ուժեղ ձևով դիմակայում ենք այս փորձությանը, միշտ հիշելով Սրբազանի խոսքը, որ ասում է փորձությունները պետք է հանդարտությամբ, խաղաղությամբ դիմավորեք եւ ճանապարհեք։ Եվ մենք էլ իր հետ միասին, իր օրինակով փորձում ենք այդպես դիմավորենք եւ ճանապարհենք բոլոր փորձությունները։ Քահանաների գործը ծանր են հատկապես 7 վերքի օրը, այսինքն այդ գրոհի օրը եւ ինչպես նկատեցինք գյումրեցիները համենայն դեպս նախորդ օրը գիշերը ձեզ հետ եկան միասին աղոթքի ժամերգության, դրանից հետո հաջորդ օրը եկան այն ժամանակ, երբ քահանաները եկել էին մաքրելու սփագործելու, հա, եկեղեցին։ Չեկան Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, նրանք ովքեր նաև փորձ էին անում մտնել, ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանությունը հսկում էր։ Բարդ էր աշխատել հոտի հետ, թե հոտը ինքը արդեն եկել այդ գիտակցության Տեր Հայր։ Այսինքն չի տրվում իշխանության կողմից։ Իրականության մեջ Գյումրիում մեծամասամբ բոլորը, քանի որ հավատացյալները մեծամասնություն են կազմում, իրենք գիտեն պատարագի կանոնականությունը եւ կանոնականությունը ասում է, որ պետք է անպայման պատարագին հնչի Բեհապար Հայրապետի անունը, թեմի առաջնորդի անունը։ Այո, մասնակիցներ գուցե եղել են, բայց մեծամասամբ այդ պատարագին գյումրեցիները չեն մասնակցել։ Երբ չեն մասնակցել ինքնագիտակցությամբ, ոչ մեկ չի հորդորել մի մասնակցել, ինքնագիտակցությամբ չեն մասնակցել։ Շարունակում են քահանաները այդպես միասնական ու խոր մնալ այսօր։ Փառք Աստծո, մեր Շիրակի թեմում բոլոր քահանաները միասնական։